Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է տաղավարում այսօր իմ հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր ավերին ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, իհարկե քարոզարշավն է ընթանում, բայց մինչ այդ միջազգային շատ կարևոր եւ ուշագրավ տեղեկություն Թրամփի այցից մեկ շաբաթ անց փաստորեն Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ ավարտեց իր երկօրյա պաշտոնական այցը Չինաստան եւ հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը երեկ Պեկինում ստորագրել են հռչակագիր բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին եւ ընդունել են հայտարարություն համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման մասին։ Իհարկե առավել ուշագրավ է այս հռչակագիրը բազմաբևեռ աշխարհի ձևավորման կամ ստեղծման մասին։ Սա արդյոք նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացն է, հաշվի առնելով նաեւ Թրամփի նախորդ շաբաթվա այցը։ Գիտեք, պարզ է, որ հենց այդ գործընթացի մասին է խոսքը գնում, հաշվի առնելով նաև այդ այցերի հաջորդականությունը։ Այցերի հաջորդականությունը, ընդ որում, այստեղ ես կարծում եմ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որ ըստ էության այդ ամեն ինչը տեղի է ունենում Չինաստանում։ Այսինքն, թե Ռուսաստանը, թե առավելևս Միացյալ Նահանգները ընդունում են, որ այսօր աշխարհում կա 3 գերտերություն, կապ չունի, այսպես ասենք, յուրաքանչյուրի ռեսուրսը տվյալ պարագայում ինչպիսին է, տարբեր են բնականաբար ռեսուրսները, մանավանդ այդ ռեսուրսների բաղադրիչներն են տարբեր, ոմանց մոտ դա ռազմական ուժն է, ոմանց մոտ դա տնտեսությունն է, տեխնոլոգիաներն են եւ այլը, բայց ամեն դեպքում աշխարհում փաստացի ուժային հիմնական կենտրոնները եկել են այն հիմնական հայտարարին, որ կա 3 հիմնականում գերտերություն աշխարհում, որոնք պետք է փորձեն իրար հետ ձևավորեն նոր աշխարհակարգ։ Ըստ սա ֆորմալ ինչ որ գործընթացի բնույթ է։ Ես կարծում եմ եւ մենք դրա մասին, եթե չեմ սխալվում, բազմաթիվ անգամ խոսել ենք այստեղ, որ ընթանում է աշխարհի վերաձևավորման գործընթացը, այդ աշխարհի վերաձևավորման գործընթացը տեղի է ունենում եւ խաղաղ ճանապարհով եւ շատ ժամանակ նաեւ ռազմական գործողությունների ճանապարհով, եթե կողմերին չի հաջողվում իրենց ստատուս կվոն հաստատել բանակցային գործընթացի միջոցով եւ ռազմական գործողությունների արդյունքում, տարբեր պատերազմների արդյունքում, հիմնականում պրոքսի բնույթ ունեցող պատերազմների արդյունքում կողմերը կարողանում են ինչ որ մի հանգրվանի գալ եւ ես կարծում եմ, որ հիմա մենք հենց այն փուլում ենք, այսինքն մենք ականատես ենք այն փուլի, երբ կողմերը հիմնական խաղացողները, հիմնական ուժային կենտրոնները, որոնք հավակնություններ ունեն աշխարհում վերաձևավորվող ֆորմատներում առանցքային դերեր ունենալ, նոր վերաձևավորված աշխարհում, իրենք եկել են այն եզրակացության, որ թերևս ժամանակն է, որպեսզի արձանագրել այս պահի դրությամբ առնվազն ստատուս կվոն, չեմ կարծում, որ այս ստատուս կվոները, որոնք հիմա արձանագրվում են, այսպես ասենք, որևէ մեկը կարող է կանխատեսել, թե ինչ ժամանակահատվածի համար է, որովհետև շատ կոնֆլիկտներ ավարտված չեն։ Որովհետև ես կարծում եմ դեռ ամբողջ ծավալով ամեն ինչ չի ավարտված, դեռևս կան հարցեր լուծելու, բայց ես կարծում եմ եկել են այն եզրակացության Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը, որ թերևս ժամանակն է, որպեսզի արձանագրեն ստատուս կվոները որոշ առումներով եւ ամենակարևորը արձանագրեն այն խաղի կանոնները, որով փորձելու են առաջիկա տեսանելի ժամանակահատվածում տարիներին փորձել լուծել բոլոր կնճռոտ հարցերը, բոլոր ասպարեզներում, հա, թե քաղաքական, թե տնտեսական, թե նույնիսկ տեխնոլոգիական, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմա տեխնոլոգիա կոչեցյալը լայն իմաստով սկսած այսպես ասենք IT ոլորտից վերջացրած AI-ով բարձր տեխնոլոգիաներ կամ առաջատար կամ արհեստական բանականություններով այս ամեն ինչը արդեն դիֆերենցվում է, որովհետև այդ ամեն ինչը արդեն իր առանձնակի դերակատարում ունի եւ երբ մենք ասում ենք ռեսուրսների մասին, հա, յուրաքանչյուրը այդ կողմերից ունի նաեւ իր առավելությունները այս առանձնահատկություններում, հա, դա կլինի
բարձր տեխնոլոգիա, արհեստական բանականություն եւ ամեն ինչը շատ կարեւոր նշանակություն ունի։ Այսինքն մենք հիմա ականատես ենք, որ 3 ուժային կենտրոններ, գեոքաղաքական կենտրոններ, իրենք եկել են այն եզրակացության, որ իրենք են լուծելու աշխարհի նոր վերաձևավորման ֆորմատը, հենց իրենք են լուծելու եւ եթե կան այլ հավակնորդներ, ապա այդ հավակնորդները դեռևս պետք է փորձեն լեզու գտնել այս կամ այն չափով, այս կամ այն ձևով, այս կամ այն հարցերի շուրջ, այս 3-ից մեկի հետ առնվազն կամ բոլորի հետ միասին։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, այստեղ խաղից դուրս է հանված Միացյալ Եվրոպան ընդհանուր առմամբ։ Ես այստեղ ուզում ասեմ, ինչ դեր կարող է խաղալ Եվրոպան այս գործընթացում։ Ես կարծում եմ, որ այս գործընթացում հավակնում է արդյոք ինչ որ Եվրոպան հավակնում էր եւ փորձելու է հավակնել եւ Եվրոպական միության ակտիվությունը որոշ տարածաշրջաններում հենց դրանով է հիմնականում պայմանավորված, այլ ոչ թե ասենք թե օրինակ հենց մեր տարածաշրջանում օրինակ պրոհայկական ինչ որ դիրքորոշման, այլ ուղղակի այստեղ կան հետաքրքրություններ, որոնք ոչ այդքան պրո են, ինչքան ընդդեմ, ասենք Ռուսաստանի, ընդդեմ Իրանի, այսինքն որպեսզի դու կարողանաս հետաքրքիր լինել եւ հավակնես եւս մեկ բևեռ լինել նոր վերաձևավոր աշխարհում, դու պետք է ցույց տաս քո պիտանելիությունը, քո ռեսուրսը, քո ընդունակությունը ինչ որ հարցեր լուծել ընդհանրապես։ Եվ ներեցեք այստեղ ես միանգամից ավելացնեմ, որ Մոլդովայի սցենարով գիտենք, որ Եվրոպական միությունը հայտարարել էր, որ որոշակի մասնակցություն է ունենալու այստեղ առաքելություն է ուղարկելու եւ առաջին նախանշաններից երևում է, որ ապատեղեկատվության, կիբերհարձակումների, չգիտես այդ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի անվան տակ սկսվել են այդ առերևույթ ակնհայտ այդ բոլոր տեղեկատվական արշավները։ Արդեն մենք նախանշաններ պաստորեն տեսանք։ Ես նույնիսկ չէի ասի դա որոշակի մասնակցություն, ուղղակի մասնակցություն Եվրոպական միությունը ունի հայաստանյան ներքաղաքական զարգացումներում եւ մասնավորապես պարլամենտական ընտրություններում ուղղակի մասնակցություն, որովհետեւ եւ ուղղակի ֆինանսավորում կա իշխանություններին, ինչ որ հիբրիդային պատերազմում, հա, ինչ որ եմ ասում, այդպես ճակերտներում մի քիչ սարկազմով, քանի որ Հայաստանի իշխանությունները այդպես էլ պաշտոնապես բարձրաձայն չեն ասում այդ հիբրիդային պատերազմի աղբյուրը կամ այդ որտեղից է գալիս այդ հիբրիդային պատերազմը, միևնույն ժամանակ եվրոպացիները ուղղակի են դրա մասին ասում, որ իրենք ըստ էության պայքարում են հիբրիդային պատերազմ վարող Ռուսաստանի դեմ։ Իրենք ուղղակիորեն են ասում եւ ասում են, որ Հայաստանի իշխանությունները հենց դիմել են իրենց, որպեսզի եվրոպացիները իրենց օգնեն կանխելու Ռուսաստանի, այսպես ասենք, միջամտությունը այս ընտրություններին, եթե հիշում եք Կալաս եւ այլը եւ տարբեր մակարդակներով, տարբեր առիթներով։ Այսինքն եւ ֆինանսավորումը Մոլդովայի օրինակը վերելով հենց բառացիորեն հիմք ընդունելով Մոլդովայի кейսը, ասում են, որ այդ նույն բանը տեղի կարող է ունենալ Հայաստանում եւ մենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, այսինքն եվրոպացիները այնուամենայնիվ այնքան ճկուն են եւ խելոք, դիվանագիտություն էլ դեռևս այնտեղ կա, որ իրենք ըստ էության պատասխանատվությունը իրենց վրից գցում են, ոչ թե իրենք են միջամտում, այլ իրենց խնդրել են Հայաստանի իշխանությունները եւ իրենք եւ փող են տալիս եւ այդ արագ արձագանքման խումբն են ուղարկում տարբեր այդ մասնագիտական խմբերից ելնելով եւ այլ եւ համաձայն եմ ձեզ հետ, որ մենք արդեն տեսնում ենք դրա հետևանքները, դրա արդյունքները տարբեր տիպի այսպես ասենք արտահոսքերով ինֆորմացիոն, տարբեր տիպի ֆինանսները, ասենք թե հոսում են դեպի ինչ որ կազմակերպություններ եւ գուցե լրատվամիջոցներ, որոնք ասենք ուղղակիորեն մինչև այդ էլ ֆինանսավորվում էին նույն միացյալ եվրոպական կառույցների կողմից կամ եվրոբյուրոկրատիայի կողմից։ Այնպես որ Եվրոմիությունը, բայց ամեն դեպքում եւ վերադառնալով բուն ավելի գլոբալ խնդրին, Եվրոմիությունը փաստ է եւ իրենք կարծում եմ շատ ծանր են տանում եւ Եվրոմիությունը եւ գումարած դրան Մեծ Բրիտանիան շատ ծանր են տանում, որ ըստ էության իրենք աշխարհի վերաֆորմատավորման գործընթացում այս փուլում գոնե այսպես բան խաղից դուրս են մնացել։ Դե դրա համար երևի պետք է իրանք ձևավորեն, ինչպես ասում են, ռազմաքաղաքական որոշակի դաշինք, հա, որին ձգտում են։ Դե իրենք ձգտում են դրան,
Ամենայն դեպս ես մի քանի անգամ ասել եմ, դեռ մեծ հարց է, ասենք եվրոպացիները ավելի շատ խնդրեմ ում հետ ունեն Ռուսաստանի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, եւ դրա արդյունքն է այն, որ իրենք խաղից դուրս են այս պահի դրությամբ։ Այսինքն դրա արդյունքն է, որ այլևս, այսպես ասենք, բառի բուն իմաստով կոլեկտիվ արևմուտք հասկացողությունը հիմա շատ հարաբերական է եւ արդյոք կա թե չկա, դա էլ է մեծ հարց, որովհետեւ հիմա Միացյալ Նահանգները մի քաղաքականություն են վարում, Եվրոպական միությունը փորձում է այլ քաղաքականություն վարել, այդ թվում նաև Եվրոպական միությունը խաղից դուրս հայտնվելով, այսպես ասենք, փորձում է սեփական խաղ ստեղծել, այդ թվում նաև նույն Ռուսաստանի հետ ինչ որ ձևով հարաբերություններ հաստատելով, որովհետև Միացյալ Նահանգների հետ ամենայն հավանականությամբ շատ ավելի բարդ է այդ հարաբերությունները ստեղծել եւ ի վերջո կան ռեալություններ։ Եվրոպական միությունը գտնվում է նույն մայրցամաքում, ինչ Ռուսաստանը, ընդհանուր տերիտորիալ առումով, աշխարհագրական առումով եւ փորձելով Եվրոպայի ամենամեծ պետությունը ո՞րն է, փաստացի երկիրը։ Եվրոպա աշխարհամասի ամենամեծ պետությունը փաստացի Ռուսաստանն է։ Դե պարզ է, Ռուսաստանն է, հետո Ուկրաինան է միջայլոց։ Հա, ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ Եվրոպական միությունը հիմա ինքը փնտրտուքի մեջ է։ Այսինքն Եվրոպական միությունը գործոն դառնալու համար, նորից գործոն դառնալու համար կամ պետք է փորձի, այսպես ասենք, հարթեցնի հարաբերությունները որևէ աշխարհակաղակական բևեռի հետ, ասենք տվյալ դեպքում արդեն փորձ է արվում, գիտեք, երկար ժամանակ է քննարկում են, թե ով է լինելու այն բանակցողը, որ պետք է գնա, ասենք, օրինակ Ռուսաստանի հետ խոսելու, հա, Պուտինի հետ խոսելու, Պուտինն է առաջարկում Ֆիցոին է ինչ է, Ֆիցոնը չէ՞, վերջերս պատմը, որ գնում հարցը փորձ են անում իրեն լվացանում, թե ինչ է խոսածը։ Ոչ միայն Ֆիցոյի, հիշում եք, Պուտինը առաջարկում է Շրոդերին, հետո այնտեղ քննարկում էին Մերկելի տեխնացությունը, Ֆիցոյի եւ այլն, բնականաբար այնպեսի ազնվորություն պետք է լինի, այնպեսի բանակցող պետք է լինի, որ ընդհանրապես Մարսելի լինի գոնե Ռուսաստանի համար, այսինքն այնպեսի մի գործիչ, որ այս տարիների ընթացքում, ասենք առնվազն 22 թվականից հետո նաև բարոյական եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մարդկային կամուրջներ չի այրել։ Այսինքն բանակցողը պետք է ընդունելի լինի բոլորի համար։ Հիմա եթե Ռուսաստանի պարագայում ընտրությունը մեծ չէ իրենց, այսինքն դու չես կարա, դու ես ուզում գնաս բանակցելու, Պուտինը այսպես ընտրության հարց չկա, ապա Եվրոմիության առումով ես կարծում եմ պետք է լինի այնպեսի մի ֆիգուր, որը ընդունելի լինի նաև ռուսական կողմը։ Դա շատ նման է, երբ դեսպան ես նշանակում մի որևէ երկրում, ագրիման է պետք, եւ այդ ագրիմանը կամ լինում է, կամ չի լինում, դա հաշվի առնելով անձի եւ անցած ճանապարհը եւ մարդկային հատկանիշները եւ անձնական նույնիսկ հարաբերությունները։ Այս առումով Եվրոմիությունը, ես կարծում եմ, ակտիվ փնտրտուքների մեջ է եւ ոչ միայն Եվրոմիությունն, այլ նաեւ Անգլիան, Մեծ Բրիտանիան է փորձում իր տեղը վերգտնել, որովհետեւ Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիայի օրոք հին սխեմաները, այսպես ասենք, ներգործությանը աշխարհի վրա, այդ թվում Միացյալ Նահանգների միջոցով, այսինքն երբ Միացյալ Թագավորությունը, այսպես ասենք, ուղեղային կենտրոն էր, որպես հանդես գալիս ուղղակիորեն պրոքսի, գրեթե ամենուրեք պրոքսի գործողություններ անելով, այս կամ այն այսօր չեն աշխատում։ Այսօր այլևս առայժմ գոնե չեն աշխատում եւ իրենք փորձելու են իսկապես ինքնուրույն գործոն դառնալ։ Փորձում են Չինաստանի հետ հարաբերություններ հաստատել նույն Մակրոնի միջոցով, փորձում են, այսպես հիմա խոսում են, ինչպես ասացինք, Ռուսաստանի հետ ով է խոսելու եւ այլն, որովհետեւ սա է փաստը։ Եվ ես կարծում եմ սա էլ իրենց այսպիսի իրավիճակ մտցրել են հենց նույն ամերիկացիները, որովհետեւ ամերիկացիների համար ի սկզբանե Տրամպի նպատակը այն էր, որպեսզի Ռուսաստանին հնարավորինս Չինաստանից պոկի, այն ինչ որ տեղի ունեցավ Բայդենի վարչախմբի օրոք, հա, այսպես մերձեցումը Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ քանի որ Տրամպի ադմինիստրացիայի գլխավոր խնդիրը դա Չինաստանից Ռուսաստանին պոկել էր, իրենք ամեն ինչ անում էին, որպես այլընտրանք Ռուսաստանին լիներ Միացյալ Եվրոպան։ Հա, բայց Միացյալ Եվրոպան, այսպես ասեմ, մեղմ ասած, այդքան ճկուն չգտնվեց եւ հայտնվեց, այսպես կոպիտ ասած, ոչ քաղաքական բառապաշարով, ընդհանրապես աշխարհակաղակական բորտին։
Տախտակամացին, այո։ Այո։ Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի արդեն 14-րդ օրն է, պարոն Հակոբյան, ինչպես է ձեր կարծիքով այն ընթանում եւ ավելի շատ ում օգտին է ներկա ընթացքը։ Գիտեք, ինչ որ չափով կանխատեսելի է ամեն ինչ, որովհետեւ եթե այստեղ այս ընտրական ցիկլում, այս ընտրական գործընթացներում ամենակարևոր խնդիրը մասնակցության հարցն է, ի սկզբանե հարցն է։ Այսինքն, եթե մասնակցությունը շատ բարձր է, պարզ է, որ իշխանության շանսերը վերարտադրվելու բավականին ցածր են դառնում, այսպես ասենք։ Սա պարզ է, ես կարծում եմ բազմաթիվ անգամ դրա մասին խոսվել է, սա տարական թվաբանություն է, այսինքն եթե իշխանությունը ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես մանավանդ այս իշխանությունը, որ արդեն նաև այսպես օբյեկտիվորեն հոգնեցրել է հասարակությանը, որովհետև ցանկացած իշխանություն, որը որ մի 2 ժամկետ անցնում է, հասարակության մի զգալի հատված անկախ իրենց արդյունքներից հոգնում է այդ իշխանություններից։ Պատահական չէ, որ բոլոր երկրներում գրեթե չէ, որտեղ ընտրական գործընթացներով են իշխանություն ձևավորում, 2 ժամկետից ավել սովորաբար չեն ընտրում նույն մարդուն, հա, նույն մարդուն, նախագահ է թե այլ պաշտոն է, որովհետև դա օբյեկտիվ նաև հոգեբանական խնդիր է։ Այս առումով, եթե նույնիսկ համարեինք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը դա իդեալական, այսպես ասենք, պերֆեկցիոնիստներ են եւ որոնք իրենց գործը անում են, ես իմ 100% արդյունավետությամբ, միևնույն է, հասարակության մի զգալի մաս արդեն փոփոխություններ էր ուզելու։ Հիմա հասարակության մի զգալի մաս, բայց քանի որ այս իշխանությունը բնականաբար դիամետրալ հակառակ գնահատականի կարող է արժանանալ, հա, դիամետրալ, այսինքն ոչ էֆեկտիվ է, ոչ արդյունավետ է եւ բավականին լուրջ կործանարար բաներ է, հետևանքներ ունի իր վարչախմբի գործունեությունը, ապա սրան գումարվում է նաեւ օբյեկտիվ գնահատականները եւ փոփոխությունների սպասումը։ Այս առումով իհարկե իշխանությունը օբյեկտիվորեն ունի իր ընտրազանգվածը։ Հիմա դա տարբեր շերտեր են, հիմա դրա մասին չի խոսքը, ինչից ելնելով, հա, բայց ունի, դա այդքան մեծ ընտրազանգված չէ, բայց բավականին կարգապահ է, բավականին կուռ է եւ սովորաբար ընտրությունների գնում է այդ ընտրազանգվածը, ելնելով նրանից, որ վերահսկելի է նաեւ։ Իրենց կարող է վերահսկում են, իրենց տանում են, այսպես ասենք, պատժում են, եթե չեն գնում, այդ իսկ պատճառով այդ ընտրազանգվածը գնում է։ Հիմա եթե այդ ընտրազանգվածի տեսակարար կշիռը, տոկոսային կշիռը մի բան է, եթե մասնակցում է, ասենք թե 1 միլիոն մարդ, այլ բան է, երբ այդ նույն թիվը դու դիտարկում ես 1.5 միլիոնի դեպքում։ Հիմա եթե մասնակցության քանակը, ասենք 1.5 միլիոն է, իսկ դա մոտավորապես 60% է, դա շատ մեծ տոկոս չէ ընդհանրապես նորմալ երկրների համար, եթե ես կարող եմ մի քանի թվեր ասել, 1.5 միլիոն է, ապա այդ թիվը զգալիորեն ցածր է եւ բավարար չէ, որպեսզի իշխանությունը վերարտադրվի։ Իսկ հաշվի առնելով, որ իշխանության սպոյլեր կուսակցություններն են լատենտ իշխանական կուսակցությունները իրենց անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունները առայժմ գոնե այդքան էլ տեսանելի չեն եւ առայժմ գոնե տեսական են, ապա իշխանության շանսերը բավականին ցածր են։ Այդ իսկ պատճառով իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ մասնակցությունը ցածր լինի։ Իսկ դրա համար ինչ է անում։ Դրա համար ընտրությունը վերածում է բալագանի, ընտրությունը վերածում է լեզվակռվի, ինչքան հնարավոր է, այսպես ասենք, փորձում է զզվացնել ընտրազանգվածին, որպեսզի ընտրողները, մանավանդ նրանք, ովքեր որ մի քիչ ավելի զգայուն են, մի քիչ ավելի փափուկ սիրտ ունեն, այսպես ասեմ, ոչ քաղաքականացված են, բայց ընդհանուր առմամբ երբեմն գնում են ընտրությունների եւ եթե պետք է գնում են, բայց փորձում են անլրջացնել process-ը, այդ թվում նաեւ անընդհատ փորձելով այդ կոպիտ բառապաշարով, հայոյանքներով, սպառնալիքներով այնպեսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդիկ զզվեն այս ամեն ինչից եւ ասեն չեմ մասնակցելու այս ընտրություններին, այս ովքեր են ընդհանրապես այս առումով։ Այսինքն փորձում են վարկաբեկել զուտ քաղաքական process-ի իմաստը, ընտրությունների իմաստը։ Սա է իշխանությունների տակտիկան։ Դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս բառապաշարը, այս իստերիկան եւ այլը եւ այլը։ Այսինքն սա պլանավորված մասն է իշխանության։ Ջղածիկ պահվածքը։ Դե ջղածիկ մեղմ ասած։
շատ մեղմ ասած, ընդհանրապես դա այդ բառապաշարը, այդ վարքագիծը, այդ կանանց քաշքշելը եւ այլը, դա ընդհանրապես քաղաքակրթական խնդրեմ է իմ կարծիքով ընդհանրապես առհասարակ։ Սա, այսպես ասած, պլանավորված մասն է։ Սրան ավելանում է նաև իրողության հետ առերեսումը, որովհետև իշխանությունները, մանավանդ եթե երկար են լինում, իսկ այս իշխանությունը երկար է մնացել, իրենք սովորաբար կտրվում են իրականությունից, հիմա առերեսվում են իրականության հետ։ Այսինքն մանավանդ մեծ քաղաքներում Երևան, Գյումրի, նույն Վանաձոր, Աբովյան, այո, մարդկանց վերաբերմունքից։ Դրա ապոգեյը իհարկե Արաբկիրի այդ օրներ, Արաբկիրի արշավի օրներ, դա բառացիորեն ստրեսային էր երևի Նիկոլ Փաշինյանի համար, մենք տեսանք այդ ամեն ինչը, այսինքն պլանավորվածին գումարվում են նաև բնական ռեակցիաները, այսինքն իրենք սկսում են զգալ, որ իրավիճակը բավականին ծանր է, ավելի ծանր է, քան իրենք գուցե պատկերացնում էին ընդհանուր առմամբ, եւ ստեղից գալիս է այս ջղաձիկ ինչ-որ վերաբերմունքը, այս բանից վերահսկողությունից դուրս գալը Նիկոլ Փաշինյանի, այսինքն ինքնատիրապետումը ընդհանրապես զրոյական մակարդակի վրա է, սպոնտան կարծում եմ հայտարարությունները, սատկացնելու եմ, բռնելու եմ, կզացնելու եմ, հա, բոլորին մեղադրել պետական դավաճանության մեջ, այս մեկը, չգիտեմ, Facebook-ի գործակալ է, այն մյուսը քաղաքացիություն չունի, այսինքն հայտարարում է սպոնտան այնպիսի բաներ, որոնք շատ դեպքերում, եթե նկատել եք, մի քանի ժամվա կյանք ունեն, որովհետև դրանից հետո դրա մասին նույնիսկ մոռանում են կամ հերկվում է, որովհետև դրանք բոլորը այսպես սպոնտան էմոցիաների տակ շատ դեպքերում ասվում է եւ շատ արագ բանը զրոյացվում է, որովհետև դա կամ հերկվում է փաստաթղթերով, կամ ընդհանրապես իրենք էլ են զգում, որ դա այնքան անլուրջ է, կամ երբեմն ես ձեզ ասեմ նաև օգտվում է դրանից ընդդիմությունը, որովհետև սա քաղաքական նախընտրական պայքար է, քարոզչական պայքար է եւ նույնիսկ սև PR-ն էլ դա PR է ամեն դեպքում, որովհետև դու հայպ անելով շատ դեպքերում հայպ անելով դու ըստ էության այդ ժամանակ ես հիշվում, որովհետև սա նախընտրական կամպանիա է, նախընտրական կամպանիաները ինչ էլ մենք ուզում ենք ասել, առհասարակ, իրենք միշտ չի որ զուտ ծրագրային բանավեճի բանի ֆորմատում են լինում եւ միշտ չի որ ընտրողների զգալի մասին, ասենք 80%-ին, դա միայն Հայաստանի մասին չէ, հետաքրքրում է ծրագիրը, այլ ոչ թե բանը, ասենք զուտ բովանդակությունը շոուն այս առումով։ Եվ ինչքան հետաքրքիր ես դու ընտրազանգվածի համար, ինչքան հիշարժան ես, հիշվում է ինքը, ասենք օրինակ բահով ես։ Ասենք շատերը կարող է չհիշեն մարդը ինչ էր ասում Բահաձեռին, բայց հիշում են միշտ որ Բահաձեռին է, կամ հիշում են ասենք թե որ ասեց համբալ, այ համբալ եւ այլը, այսինքն այստեղ շատ կարեւոր է որպեսզի ընդդիմությունը իր սեփական հայպային օրակարգով հանդես գա։ Ես չեմ ասում որ չպետք է ներկայացվի ծրագիրը ներկայացվելու է այս կամ այն ձևով, բայց էմոցիաներն են շատ դեպքերում որոշում, որովհետեւ նաեւ բոլոր քաղաքական ուժերի գլխավոր նպատակը նաեւ սեփական բրենդը ճանաչելի դարձնելն է, որովհետեւ մարդիկ երբ որ գնան ընտրողները, մանավանդ այն ընտրողները, որոնք սովորաբար քաղաքականությամբ առանձնապես չեն զբաղվում, չեն հետաքրքրվում, իրենք գնալով 5 տարի մեկ կամ 4 տարի մեկ ընտրատեղամաս, իրենք պետք է այնուամենայնիվ հասկանան, թե ում են քվեարկում, որովհետև այնտեղ լիդերի անունը չի գրած, այնտեղ կուսակցության անունն է գրած, եւ իրենք պետք է իդենտիֆիկացնեն իրար լիդերին եւ բան։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը խնդիր ունեն բացի 1-2-ից, որոնք այսպես ասենք ճանաչելի են, որովհետև տասնամյակներ են գործում, իրենց բրենդը ճանաչելի դարձնելու համար։ Հիմա ընդդիմության պարագայում ամենագլխավոր խնդիրը դա իհարկե մասնակցության բարձր, հնարավորինս բարձր տոկոսը ապահովելն է եւ սա գերխնդիր պետք է լինի նախ եւ առաջ։ Հետո արդեն ամեն մեկը իր խնդիրը պետք է լուծի, ում ընտրել, ինչ ընտրել, ով առաջինը, ով երկրորդը եւ այլն։ Եթե այս ընտրություններում ես կարծում եմ 55%-ից բարձր մասնակցություն լինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լրջագույն վտանգի տակ է, լրջագույն 55%-ից ավել, եթե մասնակցություն լինի, որովհետեւ
Հայաստանում, եթե չեմ սխալվում, վերջին ընտրություններում 21 թվականի 49%-ից մի փոքր ավել էր, իսկ 18-ին դրանից էլ քիչ էր։ Մինչդեռ, օրինակ, նույնը այսքան խոսում են, չէ, քաղաքակիրթ աշխարհ, քաղաքակիրթ, չգիտեմ, ընտրություններ, եվրոպական ստանդարտներ եւ այլն։ Ես նայում էի վերջի 5 տարվա ընտրությունների բաները, մասնակցությունը եվրոպական երկրներում, բոլոր երկրներում 60-ից 70% է։ Ամենացածրը 60 է։ Նույն Միացյալ Նահանգներում, այո, եթե ժամանակ լիներ, ես կարայի տարիներով էլ ասեի, դա ընդհանուրում, բայց 60-ից 70%, նույն Գերմանիայում ֆեդերալ ընտրություններում, ասենք 70%-ից ոչ պակաս մարդ է մասնակցում, Իտալիայում, ասենք 60-ից 66 եւ այլն, Հունգարիայում մենք տեսանք, այսինքն Հունգարիայում Օրբանի պարտության գլխավոր պատճառը հենց դա էր, այնտեղ 78 թե 79% էր նույնիսկ, բայց այնտեղ այդ մենք պետք է նաև հաշվի առնենք, որ այդ ավանդույթները այնուամենայնիվ կան մեծ մասնակցություն, այսինքն քաղաքացիները նորմալ աշխարհում, նորմալ քաղաքացիները, ովքեր որ իրենց քաղաքակիրթ, չգիտեմ, իրենց իդենտիֆիկացնում են մեզ մոտ մոդայիկ է, չէ՞, հիմա մենք եվրոպացի ենք, չգիտեմ, դեպի Եվրոպա ենք ձգտում, բայց այդ եվրոպացիները իրենք անպայման մասնակցում են ընտրությունների ընդհանուր առմամբ։ Միջև այս վերջի ընտրությունները, Օրբանի ընտրությունները, այսինքն վերջի այս ընտրությունները, նախորդ ընտրություններում մասնակցությունը հայկական ստանդարտով շատ բարձր էր, 68-69% էր, հիմա 10% ավելացել էր ընդհանուր։ Սա ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհում, նորմալ, իրենց նորմալ եւ քաղաքակիրթ համարող քաղաքացիները եւ մարդիկ իրենք անպայման գոնե 5 տարի մեկ գնում են ընտրության, այնտեղ արդեն իրենք են որոշում ինչ են անում։ Դրա համար եթե մենք խոսում ենք, որ մենք գնում ենք դեպի, չգիտեմ, եվրոպական ստանդարտների, եվրոպական արժեքների, ուզում ենք այսպես ասենք, այսպես նոր տեսքով հանդես գալ այս աշխարհում, ապա նախ եւ առաջ դա ընտրության մասնակցել է։ Եվ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մասնակցությունը հասցնի առնվազն մինչև 60%-ը, ասեմ ձեզ, որ այս առումով ես կարծում եմ դրական տենդենց նկատվում է, գոնե սոցիոլոգիական բոլոր հարցումները, գիտեք, սոցիոլոգիան մեզ մոտ մի քիչ տարօրինակ գիտություն է դառը, չէ՞, 5 հատ սոցիոլոգիական հարցում նույն ժամանակահատվածի համար նայում ես, տարբեր արդյունքներ են, բայց գոնե մասնակցության առումով գրեթե բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարծես թե 55-ից 57% մարդ պատրաստ է ցանկություն ունի գնալ ընտրությունների կամ գնալու է, ինչպես գիտեք սոցիոլոգիան պետք կամ գնալու եմ կամ ավելի շուտ գնալու եմ, հա։ Այդ ինչքան բարձր լինի մասնակցությունը, այնքան կատաստրոֆիկ արդյունքներ կարող են լինել իշխանության համար։ Ամեն ինչ իրենք անելու են, որպեսզի այդ մասնակցությունը հնարավորինս ցածր լինի, ինչպես դա եղավ, օրինակ Երևանի ընտրություններում հավաքանում 28% էր։ Իսկ իմ քայլը աուճիշտ ԿՊ-ն հավաքել էր ինչքան 23% հավաքել եւ բնակության 9%։ Դե հիմա գիտեք նույն այդ 21 թվականի ընտրություններում, համապետական ընտրություններում ըստ էության 49 ու քանի տոկոս մասնակցության պարագայում ԿՊ-ն հավաքելով ընտրողների ընդհանուր թվի 26%-ը բացարձակ մեծամասնություն, հա, ունի խորհրդարանում։ Իսկ եթե այդ մասնակցությունը թեկուզ լիներ 55 կամ 60%, ապա ես կարծում եմ, որ ոչ թե բացարձակ մեծամասնություն, այլ նաև ընդհանրապես մեծամասնության մոտ չէին լինի։ Հիմա ինչ տեխնոլոգիաներ կան մարդկանց մասնակցությունը ավելացնելու համար։ Ես կարծում եմ, որ հիմա պայքարը ավելի շուտ գնում է երկու ուղղությամբ են նույն ընդդիմությունը, քանի որ իշխանությունը ամեն ինչ անում է, որպես այդ մասնակցությունը չլինի, ես կարծում եմ իշխանության տակտիկայի մասին մենք խոսեցինք։ Մաքսիմալ վարկաբեկել ընտրությունները, մաքսիմալ անլրջացնել, մաքսիմալ, այսպես ասենք, նենց անել, որ իբր թե ամեն ինչ կանխորոշված է, դրա մասին էլ են, չէ՞, խոսում, դե մեկ վարչական ռեսուրս եւ այլ, այդ ամեն ինչ սահմանափակ է։ Ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության խնդիրը, ես կարծում եմ, բացի նրանից, որ իրենց սեփական ընտրազանգված է, իսկ յուրաքանչյուր իմիջիալոց ընդդիմադիր ուժ իհարկե որոշ չափով խաչվում են ընտրազանգվածները տարբեր հիմնական ուժերի մոտ, հա, ես նկատի ունեմ հիմնական ուժը Հայաստան, Հայաստան դաշինք,
Բարգավաճ Հայաստան եւ միասնության թևեր, ասենք, որոնք ընդդիմություն են եւ որոնք կարծում եմ հնարավորություն ունեն յուրաքանչյուրը իր խնդիրը լուծելու, որովհետեւ ասենք պարզ է, որ կան ուժեր, որոնք խնդիր ունեն մաքսիմալ ձայն ստանալ, որովհետեւ փորձում են առաջինը լինել հաղթանակի, ուժեղ Հայաստանը, եւ կան ուժեր, որոնք ասենք ունեն առայժմ խնդիր կամ ունեին խնդիր գուցե այդ անցողիկ շեմը անցնել եւ հետագայում ասենք փորձել իշխանական նոր կոալիցիա ձևավորել արդեն նախքին հուսով եմ ընդդիմադիրների շրջանում իրենք ոչ միայն իրենց ընտրազանգվածը պետք է կարողանան ուրեմն ամրապնդել եւ ամենակարևորը բերել ընտրության այսինքն որտեղ դու կարող ես կողմնակից լինել այս X ընդդիմադիր ուժին բայց չգնաս ընտրության այսինքն դրանից ոչ մի բան չի փոխվում նախ եւ առաջ գնալով բարձրացնում ես մասնակցությունը եւ երկրորդը գնում ես եւ ձայն ես տալիս այն ուժին, որին ուզում ես, այսինքն հերիք չի, որ դու ձեր խոհանոցում ինչ որ մեկի կողմնակից ես, նաեւ պետք է հասնես ընտրատեղամաս։ Դա ուրեմն առաջի խնդիրը բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը պետք է նախ եւ առաջ իրենց արդեն ֆիքսված ընտրազանգվածին համոզեն կամ բերեն ընտրատեղամաս ընդհանուր առմամբ բերել, որ ասում եմ, ընդ որում ասեմ ձեզ, որ օրենքի շրջանակում բերելն էլ բան չի։ Օրենքի խախտում չի ընդհանուր առմամբ բերել, հասկացություն չեմ ասում, բանով ավտոմատի բանով բերել, հա, այլ ասենք բանը, եթե մեր բաները իրավապաշտպանները նախքին, հա, իրենք հիմա նույն բանը ասեին, ինչ ասում էին տարիներ առաջ, իրենք ասեն, որ օրինակ օգնել ընտրողիդ հասնել տեղամաս, դա օրենքի խախտում չէ, այսինքն հասնել օրինակ մեքենայով կամ բան իրենք այդ նույն մարդիկ, ովքեր հիմա իշխանության մեջ են գտնվում կամ իշխանության, այսպես ասենք, պրոքսին են ընդհանուր առմամբ, բան։ Իրենք հիմա այդ նույն բանը կասեին, ինչ ասում էին օրինակ 13 թվականին, 17 թվականին եւ այլ եւ այլ։ Երևի թե, եթե հարցնեն, կասեն։ Կան տենց կարկառուն դեմքեր, չէ՞, բան, հիմա իշխանության մեջ։ Որոնք փորձում են ընդդիմափոխություն արել, չեն տակցնում, այսինքն։ Դե ընդ փորձելու բան չկա, տակցնելու բան էլ չկա, ամեն ինչ շատ ակնհայտ է։ Ընդհանրապես հիմա ես կարծում եմ այնքան վաղուց է այդ դիմակները պատրված բոլորի, որ հիմա շատ վաղուց որևէ մեկը ոչ մի չի տակցնում, այդ թվում կարգախոսներում չեն տակցնում։ Հիմա իշխանությունը բացահայտ ասում է, որ իրենք ըստ էության պատրաստվում են, ասենք, բան անել, Հայաստանի հետ ինչ են պատրաստվում անեն, ասում են Արցախից սկսած եւ այլը, հա, Արցախի հարցը։ Ես մեջ վերեմ նախորդ օրը կարծում եմ ծանոթ եք Փաշինյանի հայտարարությունը Սպիտակում, երբ որ պատմական ակնարկներ էր անում, հա, երբ որ հայտարարում էր թե փաստ է որ հիմա է որ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանում բնակչության 90%-ը իրականում ավելի շատ հայ են, մինչ առաջ այդպես չի եղել։ Դե դուք հասկանում եք ինչ հող է նախապատրաստվում, այսինքն շատ բացահայտ է ասվում։ Շատ բացահայտ է ասվում պլանները եւ այլը 21 թվականին օրինակ իրենք լրիվ ուրիշ բան էին ասում եւ ուրիշ բան արեցին, այսինքն այլ ծրագրով եկան իշխանության, խափեցին փաստացի եւ այլ բաներ արեցին, գործողություններ արեցին եւ հիմա ոչ միայն հաստատում են, վերահաստատում են այդ գործողությունների իբր լեգիտիմությունը եւ ճշմարտությունը, այլ նաեւ ասում են, որ զարգել ավելի են, այսպես ասենք, զարգացնելու Հայաստանը ադրբեջանցիներին հանձնելու այդ բան իրենց պլանները այդ թվում ամենավտանգավորներից մեկը բնականաբար նաև այդ հողը նախապատրաստվում որպեսզի 300,000 ադրբեջանցիներին Հայաստան բերելու համար ընդհանուր առմամբ որովհետև դա ամենացայտուն այսպես ասենք ապացույցն է ադրբեջանցիների համար որ մենք ասում էինք չէ բա մենք ասում ենք էլ ինչ 300,000 կարող է միլիոնի մասին էլ խոսքը գնա այս պարագայում դուք ուր էիք, երբ որ մենք այնտեղ էինք կամ չգիտեմ ովքեր էին այնտեղ այս առումով։ Եվ երկրորդը, որ ընդդիմությունը պետք է անի, դա պետք է այնուամենայնիվ փորձի ել ավելի զարթնացնի այսպես կոչված չկողմնորոշված ընտրազանգվածին։ Ես երբ որ ստատուսի օրերս գրել, որ եթե Սարյան փողոցի եւ Կասկադի կոֆե խմողները միմիայն այդ օրը գնան հասնեն տեղամաս անկախ նրանից ում կընտրեն, ապա փոփոխություններ կլինեն, հենց դրա մասին էի ասում, այսինքն ես մի քիչ ավելի իհարկե գրոտեսկային
ասում էի այտենց այն զանգվածի մասին, որոնք ասենք սովորաբար ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա մեր գործը չի, ընդհանրապես ում ընտրենք, բանը յախքինչ կեղտոտ պատեստ է եւ այլը բան, դրանց մասին էր խոսքը։ Այդ այն նեգիլիզմն է, այդ այն գլամուր կիս բանով, այսպես ասենք, կեղծ գլամուր պուբլիկան է մի մասը, սա ես նկատի չունեմ ես նման մասում groteskային մի հատվածը, եթե նույնիսկ իրենք է գնան, դա տոկոսներ է մասնակցության։ Ում էլ ուզում են գնան ընտրեն։ Ում էլ ուզում են գնան ընտրեն, շոու թմերին կընտրեն, թե քաղաքական թմերին կընտրեն, կարևորը մասնակցեն ընտրությունների, որովհետև նորից եմ ասում, օրենքը այնպեսին է, ընտրական օրենքը այնպեսին է, որ եթե դու չես գնում ընտրությունների, դու ուզես մեխանիկորեն լատենտ կերպով քո ձայնը տալիս ես Նիկոլ Փաշինյանին եւ իր այլ հայտնի կարկառուն թիմակիցներին։ Հիմա ինչպես կարող է ընդդիմությունը օգտվել Փաշինյանի այս պահվածքից։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ես դրա մասին էի ասում, իհարկե ինքը խնդիր ուներ անլրջացնել ընտրությունները, ինքը խնդիր ուներ ինչքան հնարավոր է ապաթիայի մեջ թաղեր ընտրազանգվածը, բայց ես կարծում եմ, որ ստրատեգիական նույնիսկ նշանակության սխալ է արել, սխալ այս իր պահվածքը, քանի որ իսկապես ինքը ես կարծում եմ այնուամենայնիվ վերահսկողությունից դուրս էր եկել կամ ինքնատիրապետությունից դուրս էր եկել, ուրիշները ավելի կոշտ բնութագրումներ են տալի ընդդիմադիրները, հա, ես համաձայն եմ իրենց հետ, բանի հետ կապված, ինչ որ հոգեվիճակի հետ կապված, բայց ամեն դեպքում ինքը իսկապես շանս է տվել ընդդիմությանը։ Այսինքն ընդդիմությունը պետք է այդ սխալներից օգտվի։ Այսինքն միայն վիզուալ ցուցադրումը այդ ամեն ինչի, չէ՞, ինքը կարող է հենց նույն այդ ապաթիայի մեջ գտնվող սուրճ խմողների մոտ, այսպես ասեմ, բողոքական տրամադրություններ առաջացնել, որովհետև այստեղ առաջանում է քաղաքակրթական պրոցես, որովհետև մենք տեսեք, այն ինչ որ տեղի ունեցավ օրինակ Արաբկիրում, ես օրինակ համարում եմ, քանի որ ես նաև այդ տեղի համարյա բնիկ բնակիչ եմ, ոչ թե համարյա հենց տենց, դա քաղաքակրթական պրոցես էր ընդհանուր առմամբ, որովհետև ասենք Երևանը, Գյումրին, Աբովյանը, Վանաձորը եւ այլը, հա, որոնք ասենք ավանդույթներ ունեն, որոնք տեխնոլոգիական են, որոնք մշակութային են, որոնք այսպես քրիստոնյա են, այս էլ է հիմա ակտուալ, հա, իրենք ըստ էության քաղաքակրթական հակամարտության մեջ մտան այսօրվա այս ներմուծվող քաղաքակրթական բաների հետ, նարատիվների եւ ստանդարտների հետ։ Եվ ասացին նրա դեմքին։ Եվ ասացին, հա, մենք տեսանք այն, ինչ որ տեսանք։ Այս առումով ես կարծում եմ, սա մեծ մեղմ ասած վրիպակ էր իշխանության կողմից եւ ընդդիմությունը ես կարծում եմ միայն դրա վիզուալիզացիան եւ ավելի ցցուն դարձնելը, դա արդեն hype-ով կլինի թե ինչով, դա արդեն իրենց քաղտեխնոլոգների գործն է։ Իրենք ես կարծում եմ դա կարող են սրել, դա կարող են ավելի լավ առիթ դարձնել, որպեսզի այն զանգվածը, մանավանդ այն զանգվածը, որը չկողմնորոշված է, բայց որը որ ներքին բողոք ունի, նման պահվածքի, նման վարքագծի դաստիարակության նկատմամբ, իրենք կարող են հենց միայն դրա համար զուտ որպեսզի իրենց պրոցես տանեն, գնան ընտրությունների, թե ում կընտրեն այնտեղ, նույնիսկ կարող ընդդիմություն այս մեր ասած են ընդդիմադիր լիդերներից չընտրեն, չգիտեմ ում ընտրեն, բայց ընտրեն, մասնակցության թիվը բարձրացնեն։ Նորից եմ ասում, ամենակարևոր խնդիրը մասնակցությունը բարձրացնելն է։ Իսկ որքան կարող է սրվել Փաշինյանի կողմից այս լարվածությունը եւ մինչեւ ուր կարող է հասնել, այսինքն ինչ ֆորս մաժորներ պետք է սպասենք եւ ինչ կտրուկ գործողություններ առաջիկա օրերին։ Դժվար կանխատեսելի հարց եք տալիս, որովհետև եթե իշխանությունը, գործող իշխանությունը գա այն եզրակացության, որ իրավիճակը բավականին բարդ է, անվերահսկելի է եւ քիչ թե շատ լեգիտիմ մեխանիզմերով հնարավոր չէ վերարտադրություն ապահովել, առավել եւս որ ամեն դեպքում չեմ կարծում, որ նույնիսկ աշխարհակաղակական կոնյունկտուրան ասենց միանշանակ իրենց կողմ է, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով
այն ինչի մասին մենք սկսեցինք խոսել, մեր այսինքն որ հիմնական կենտրոնները իրար հետ կարողանում են պայմանավորվել, այդ թվում ազդեցության զոնաների վերաբաշխման առումով, հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօր իշխանությունների բավականին կոշտ եւ հետեւողական արդեն Ինչ քայլեր են սպասում Ռուսաստանը։ Չէ, ես ինչ եմ ուզում ասեմ, ես ուզում ասեմ այդ իրավիճակի անվերահսկելիությունը եւ պատկերացումները, որ իշխանություն կարել են կորցնել, կարող է շատ բանի բերել, ասենք, տեսնում եք հայտարարում է, որ չգիտեմ, այս ինչ գործի չէ, ցուցակի, ասենք Թևանյան Անդրանիկը, օրինակ ինքը հայտարարում է միտինգում եւ հանձնարարում է, որպեսզի բան անեն, գործ բացեն, ածեն, որպես պետական դավաճան, հասկանում եք, այսինքն այսպեսի հայտարարություններ է արվում։ Ես դեռ չեմ ասում, որ ինքը արձակուրդում է գտնվում, ընդհանուր առմամբ, որպես վարչապետ չի, տեխնացու է, դա այլ հարց է, իրավաբանների խնդիրն է, այս նրբությունները, տեսնում եք, նման բան է հայտարարում, հետո ընդհանուր առմամբ ես կարծում եմ, ես օրինակ ենթադրում եմ, որ այս բազմաթիվ ձայնագրություններ, գաղտնալսումներ, դա էլ է հարցը, ասենք ինչի հիման վրա են այդ գաղտնալսումները արվում, որովհետև դա էլ պետք է ինչ-որ հիմքեր լինեն, դատարան եւ այլն, ես կարծում եմ դա էլ է հիմք գուցե պատրաստում է, որպեսզի եթե պետք լինի ինչ-որ մեկին, ասենք վերջի պահին այն մոլդովական բանի մասին էինք խոսում, այդ վաղուց չարչրկված է թեման, ինչ-որ մեկին բանից հանել, նախընտրական այս գոնկայից հանել, ընդհանուր առմամբ, ինչու՞ չէ նաեւ, ասենք եթե պետք լինի, նաև հայտարարվի, որ Հայաստանում, չգիտեմ, պետական հեղաշրջում անընդհատ պատրաստվում, այս մասկեքով արցախցիներ են հայտնվում, այլ մոլորակայիններ մասկեքով, արցախցու ակցենտով եւ այլն, եւ ասենք արտակարգ դրություն, որը որ բերում է նրան, որ ընտրություններն էս չեղարկում։ Ամեն ինչ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի պարագայում կամ չանձնավորեմ մի իշխանության պայմաններում պարագայում, որը որ համարում է, որ իր համար ինքն է համարում այս ընտրությունները գոյաբանական խնդիր ունեն, ինքը ամեն ինչի կարող փորձի գնալ։ Այն արդյոք այդ ռեսուրսը հերիքելու է, որովհետև տեսեք միշտ չի որ հերիքում է այդ ռեսուրսը, չէ՞։ Դու կարող ես ասենք 300 հոգու, ասենք ձերբակալել, տանել, կալանավորել մի մասին, չէ՞։ Բայց տեսեք հայտարարում է, որ Նարեկ Կարապետյանն է բանեն, Ռուսաստանի քաղաքացի է, չէ՞։ Բայց ԿՀ-ն ստուգել է, ընդամենը ԿՀ-ն նախ է վարաճ, դա էլ է շատ հետաքրքիր, որ ԿՀ-ն ըստ էության հերքեց, դա ԿՀ-ն իրենց վերահսկելի։ Եվ ընդամենը կես օր հետո, թե մի օր հետո Ռուսաստանը արտգործ նախարարի տեղակալի մակարդակով Գալուզինի հայտարարում է, որ այդպեսի բան չկա, ինքը երբեք չի եղել։ Այսինքն դու դա նշանակում է, որ դու ինչ-որ բան հայտարարում ես, դու չես կարողանում դա իմպլեմենտացիա անել այդ քո հայտարարությունը, որպեսզի դրա հիման վրա ինչ-որ գործողություններ անես, օրինակ առնվազն նույն Նարեկին Կարապետյան ցուցակից անես, չէ՞, չկարողացար։ Չերիքեց ռեսուրսդ։ Հիմա ամեն ինչ չէ, որ եթե դու ասում ես, այդ ռեսուրսը հերիքում է։ Կարող է 300 հոգու կարող ես ձերբակալես։ Բայց եթե խոսքը, բայց 30,000 հոգու չես կարա, 3000 հոգու չես կարա, այդ ռեսուրս պետք է ունենաս նման։ Պարոն Հակոբյան, իսկ այսպեսով ճիշտ է այն տպավորությունը շատերի մոտ, որ Փաշինյանի այս անհավասարակշիռ եւ ջղաձիգ պահվածքը պայմանավորված է նրանով, որ նա հասկանում է, որ ըստ էության պարտում է այս ընտրություններում եւ ինչ քայլեր է նա ակնկալում անցանկալի Ռուսաստանից ի հեճուկս այն հայտարարությանը, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ իհարկե իր այս անհավասարակշիռ պահվածքը զգալի չափով պայմանավորված է նրանով, որ ինքը անձամբ նաև ինքը, իսկ ինքը փորձված գործիչ է, ժամանակին եւ փորձված ընդդիմադիր գործիչ եւ փորձված հիմա իշխանական գործիչ, ինքը շատ փորձված գործիչ է, առերեսվել է իրականության հետ, իրականում։ Եվ ինքը ի տարբերություն իր թիմակիցների, այսպես ուսապարկոտ թիմակիցների, ինքը շատ լավ է հասկանում, շատ լավ կարողանում է վերլուծել իրավիճակը, որն է իրականություն, որն է շոու, որն է, այսպես ասենք, բերովի
լսարան եւ այլն, որովհետեւ ինքը շատ լավ դա գիտի, բայց իրականությունը ինքը շատ հստակ հասկանում է, որ գոնե ինքը փորձում է ինքնախապեյությամբ չզբաղվի եւ դա բերում է իրեն, այսպես ասենք, ինքնագեներացիայի այդ իր նյարդային իրավիճակը այսպեսի ռեակցիաներ է տալիս։ Իհարկե այդտեղ այդ բանը կա։ Թեպետ նորից եմ ասում, ի սկզբանե նաև կա խնդիր, ինչքան հնարավոր է բալագանի վերածել, կրկեսի վերածել այս ամեն ինչ գործընթացը, որպեսզի մարդիկ ուղղակի հիասթափվեն քաղաքական այս process-ից եւ ընդհանրապես այդ կիրակի օրով հունիսի 7-ին, ասենք, ոչ միտեղ չգնան ընտրությունների, ասեն ինչ ուզում եք արեք, դուք էլ ձեր բանը, ընտրություններն է, դուք էլ ձեր վարչապետը ընդհանուր առմամբ։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է թե ինչ է ինքը սպասում Ռուսաստանից, գիտեք, ինքը հենց չգիտի հաստատ ինչ է սպասում Ռուսաստանից։ Իր խնդրեմը ամենագլխավոր հենց այս վիճակի, հա, այս հոգեվիճակի գլխավոր խնդիրներից հենց ամենագլխավոր խնդրեմը հենց նա է, որ ինքը չի կարող կանխատեսի, թե ինչ է անելու Ռուսաստանը, որովհետև իսկապես շատ դժվար է Ռուսաստանի գործողությունները ընդհանուր առմամբ շատ հստակ կանխատեսել, որովհետև Ռուսաստանը շատ մեծ մարժա ունի անելու։ Ոչ մի բան չանելուց, միջև, ինչպես Պուտինն էր ասում, համեմատելով Ուկրաինայի հետ, միջև, այս որ չեմ ուզում ասեմ, բայց փաստացի համեմատեց, հա, ասես տեսակ ինչով ավարտվեց այս նույն process-ը Ուկրաինայում, եթե հիշում եք Պուտինի հարցազրույցները, բրիֆինգում, վերջի բրիֆինգներից մեկում, որ արվեց։ Այստեղ իհարկե կա Փաշինյանի առանձին շահերը եւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Եւ այդ մարժան քանի որ մեծ է եւ հնարավորությունները լծակներն ահավոր մեծ են Ռուսաստանի մոտ, դա կարա ոչ մի բան չանելուց, ինչ որ տնտեսական ինչ որ սանկցիաների, հիմա տեսեք ծաղիկների այդ բիզնեսը չէ, փակեցին, միջև այդ ջերմուկն էին փակել, եւ այլ, այսինքն տարբեր բաներից, ել չեմ ասում, օրինակ հիմա ռուսները արդեն խոսում են ամենաբարձր մակարդակով ավերչուկը եւ այլը, ասում են որ ամսի 28-ին 29-ին այս ամսվա Աստանայում ԵԱՏՄ-ի գագաթաժողովում իրենք քննարկելու են Հայաստանի հարցը։ Այսինքն քննարկվելու է Հայաստանի հարցը առանց Նիկոլ Փաշինյանի։ Ռուսաստանը իր կողմից սրում է։ Այսինքն ինչ է նշանակում քննարկվելու, իրենք արդեն ԵԱՏՄ-ի մակարդակով կամ արդեն կարող են եւ այսօր մամուլում նաեւ այդպես ինֆորմացիա կարող են եւ սառացնել։ Այո, գուցե իրավական տեսակետից չեն կարող վռնդել Հայաստանին կամ կասեցնել Հայաստանի մասնակցությունը, բայց սառեցնել, ասել, որ քանի որ Հայաստանը խախտում է այսինչ բաները, պայմանավորվածությունները, իմիջիայլոց Գալուզինն էր դրա մասին ասում, որ Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ ԵԱՏՄ-ի մինչև 2030 թե 40 թվականը, որ պետք է այս տնտեսական այս պարտավորությունները կատարի։ Եթե իրենք որոշեն այնտեղ, որ Հայաստանը իր տնտեսական պարտավորությունները չի կատարում, ապա դրանից ինչ որ որոշակի պատժամիջոցներ, որոշակի գործողություններ լինելու են։ Գուցե դա նորից եմ ասում, դե յուրե չի նշանակելու որ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանվում է, բայց դա նշանակում է, որ այն բոլոր պրեֆերենցիաները, այն բոլոր առավելությունները եւ այն բոլոր ուրեմն հնարավորությունները, որ տվեց Հայաստանին, ոչ միայն տալիս է, այլ նաեւ տվեց ժամանակին Հայաստանին ԵԱՏՄ-ում ԵԱՏՄ-ի անդամակցությունը եւ այն տնտեսական աճը, որի մասին այսքան թմբկահարում է Հայաստանի իշխանությունները, ի շնորհիվ նաեւ այդ հնարավորությունների, այդ շուկաների իրենք կարող են ուղղակի փակվել։ Հիմա նույն բիզնեսմենները, հայաստանցի բիզնեսմենները, խոփանչիները եւ այլը, իրենք բավականին հստակ իրենց աչքի առաջ երևի արդեն սկսում են ունենալ, ինչպես ասենք երևի ժամանակին ջերմուկը չէր պատկերացնում, որ իր ասենք շուկան դե փակվելու է, որովհետեւ ասենք ինչ որ պատրվակ են վերցնելու, հիմա էլ ծաղիկի բիզնեսով զբաղվողները չէին պատկերացնում, որ ոնց կարա ասենք թե այդ մեծ շուկան ասենք հանկարծ փակվի, այնպես մեկ օրվա մեջ 28-ին 29-ին եթե իրենք որոշեն, որ Հայաստանը այն ինչ որ ստորագրելը չի անում, կարան անեն։ Հենց դա է ես կարծում եմ ամենաշատը ներվայնացնում Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե Միացյալ Նահանգների պարագայում, Եվրոպական միության պարագայում ինքը կարողանում է հաշվարկել, թե ինչ կարող է լինել, որտեղ է այն լուֆտը, որտեղ ինքը կարող է խաղալ, այսօրվա Ռուսաստանի պարագայում այն էլ այս հետևողական ամեն օր ինչ որ մեկը ինչ որ բան խոսում է, շատ բարձր մական, բոլորը սպառնալիքներ են ըստ էության, ինքը չի կարող հաշվարկի, որտեղ է, այսպես ասենք, այն որ բան կար, կարգին հաղորդման, չէ, այս անգամ լուրջ է, թե չէ, կատակ են անում, թե չէ, հա։
Այս դրա համար էլ չի կարում հասկանալ։ Ամեն րոպե ինքը սպասում է թե ինչ են անելու։ Էլ ինչ հայտարարություն է լինելու եւ արդյոք այդ հայտարարությունից հետո, ասենք, եւս մի ապրանքատեսակի մուտք փակվելու է, լարսը ինչ է լինելու։ Այս առումով երևի թե կարելի է հասկանալ իր հոգեվիճակը։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։